Mən araq լվացեմ։ Այ հիմա ողջույն աշխարհի ամենաջերմ ամենաճաշակով հետևորդներին թանկագիններս սկսում ենք նոր վլոգ։ Մենք հենց նոր ենք տուն մտել Վահանի պարապմունքից։ Վահանիս ձմեռային կոշիկներն են հասել Թեմուզից, ես Թեմուզ շատ նեղացած եմ, բայց անդոն դեռ հավատարմորեն շարունակում է պատվերներ կատարել Թեմուզից ու բավականին լավ աշխատում, ինչևէ։ Մի խոսքով շատ ուրախացա, որ իմացա Վահանից ձմեռային կոշիկներն են հասել, աշնանային եւ ձմեռային։ Հիմա միասին կնայենք, մինչ այդ ես վերադարձել եմ տուն գնումներով։ Սա սովորական հաց է։ Տատիկը այսպիսի վերմիշել է ուզելիքանից։ Սրանք համեմունքներ են, չորացրած բանջարեղեններից կազմված, տարբեր բաների համար է։ Վահանին շատ երկար ժամանակ այս տեսակ քաղցրավենիքներ չէինք առել, բայց այսօր ուզել դրա համար վերցրել եմ։ Սա իմ շոկոլադն է։ Դրանք պիտի երկու հատվիներ։ Ահա, իմ առանձնական շոկոլադե բատոններն են։ Էմատատիկին անցած անգամ բաժին գալով հացից, սա ամեն անգամ որ գնում ենք պարապմունքի, սիքլի մեջ բաժին կա, ես բավականին գոհ եմ, այսինքն ես չեմ ուտում, տանքն ասած բաներ ուտում, ամեն անգամ որ գնում ենք, աստծո որ սիքլի մոտ ենք բերում ենք, հիմա սա, քանի որ իմ air fryer-ը էջ կա։ Դա դրեցի տաքանա, որ տան տատիկին։ Լոլիկ։ Ավոկադո, որով հիմա պատրաստել եմ իմ ամենասիրելի նախաճաշը։ Այն հայտնի իմ սիրելի հացիկները։ Սպիտով Վահանին եւ իմ ամենասիրելի ձեռքերի կրեմներից մեկն է սա։ Նիվեան, շատ ինքը sense յուղային է ու խիտ է բավականին, այնպես որ այսքանը։ Վերջ, գնացինք Վահանից կոշիկները տեսնելու։ Առաջինը սա բացել նայենք, որտեվ ես մի հատիկը արդեն բացել եմ, նայել եմ ես։ Նայեք, ուրեմն արտաքին տեսքը, ինքը շատ փափուկ, շատ թեթև, սա հենց այս սեզոնի է, որովհետև սենց մորթապատ չէ, ավելի տաքուտ, աշնանային բոտ հասա ոնց հասկացաք, ու ինձ սա շատ դուր եկավ, որ տեսեք, այսպես բացվում է, հետո սա այսենց անում ենք ու պտտացնում ենք, ինչքան ուզում ենք, այնքան ձգում ենք։ Մնաց արդեն որակ ընթացքում կհասկանանք, բայց տեսքը ինձ շատ դուր է եկել։ Սա էլ մյուսը, էլի նույնությամբ անվնաս իդեալական շատ սիջուն։ Այսպես։ Այս մյուսն արդեն ավելի ցուրտ եղանակի է, որտեղ մեջը մորթի կա, մի փոքր համեմատածները ավելի ծանր է, սա կարծես սապոգ էլի, ավելի շատ սապոգի ֆունկցիա է կատարելու, այսպես սովորական ավանդական տարբերակով ես ընտրում եմ այսպիսիները մաքսիմալ հարմար լինի Վահանին, որ հեշտ կարողանա հանվել հագնվել, իր մարզիչն է հանում հագցնում շատ հաճախ, դրա համար էլ որ հարմար լինի, ավելորդ ծանրաբեռնվածություն չլինի, այսպես։ Այսպեսի խաղ է պատվիրել Անդրանիկը, շատ մանր կտորներով եմ, բայց Վահանը սիրում է սենց բաներ։ Հիմա քիչ անց միասին կհավաքենք ու կխաղանք, կզբաղվենք։ Չեք պատկերացնի ինչքան եմ հոգնել, ես արդեն այս մանկական խաղերից մանր դետալներից, բայց դե ինչ կարող ենք անել, եթե տանը կա երեխա, պետք է հանդուրժել, այսպես տնակ մնակ կարող է ստանալ, մի խոսքով։ Էս էլ Վահանից պատվերներ, իմ հողաթափերն են մորթիով և ընդհանուր առմամբ սև, բավականին թեթև է, իմ ոտքով է, որակի մասին խոսել չեմ կարող, որտեղ ես իմ քայլվածքից թե ինչի հետ է կապված ձմռանը մոտավորապես 2-ից 3 հողաթափ եմ փչացնում և դեննետում, այնպես որ որակը լավը լինի, վատը լինի, միևնույն է սա մոտ մի ամիս ազիվ ձգելու է։ Լույս է։ Երկու հատ է։ Երկու հատ է պատվել Անդոն։ Ասում էր ուզում է առնի, որ միշտ ամրացնենք միջանցքին,
գիշերները թույլ լույս է տալիս։ Երևի որ մի հատ միջանցքի այս սկզբնա հատվածում մի հատ էլ ամենավերջում, որ տատիկը գիշերները մի քանի անգամ դուրս է գալիս իր կարիքները հոգալու, կարողանա անվնաս առանց ընկնելու, առանց իրեն վնասելու տեղ հասնի։ Իսկ լավն է, սա ոնց հասկացա սրանցով պետք է ամրանա պատին, ուղղակի ստեղ վատը էն է, որ փչացնի պատը։ Իսկ չկա հնարավորություն սա թուլացնելու, կա։ Այսինքն թույլ երկու հատ, մեկը միջանցքի այս հատվածում, մյուսը այն հատվածում կվառվի ու արդեն կտեսնենք ուր են գնում։ Փակի։ Փակում։ Ոյ։ Ոյ։ Փակի։ Ինչ ես մի անգամ պատրաստեցի փանքեյք ու էմատատիկը այնքան հավանեց անդրանիկնել, որ հիմա գրեթե ամեն երեկո ինձանից պահանջում եմ պատրաստել փանքեյք։ 5 րոպեն բավական է, որ կարողանաս հավաք փանքեյք պատրաստել։ Ու քանի որ փանքեյքը շատ համեղա իդեալական թարմ վիճակում, հետևաբար ես պատրաստում եմ այդ պահին ուտելու համար, այսինքն ընդամենը 1 ձվով եւ 1 սուրճի բաժակ կաթով։ Իրականում ստեղ շաքարավազ ես 1 գթալով կբավարարվեի, բայց քանի որ էմատատիկը սիրում է քաղցր, այսինքն կանենք 3 ճաշի գթալ կարողացնենք։ Գրեթե ամեն երեկո, երբ Անդրանիկը արդեն պետք է գործից գա տուն, զանգում այն տեղյակ ապահում, ինչ ինքը ասում է, ես թարմ փանքեյքերը արդեն ցած եմ լինում։ Արկա է սոդա, վանիլ եւ 1 պտղունց աղ։ Ցավոք սրտի իմ մաղը ջարդվել է, այսինքն գթալով պարզապես կլցնենք։ Դե դուք արդեն ձեր աչքաչափով կտեսնեք, որ ահա այսպիսի խմոր ստացվի։ Տապակը նախապես մի լավ տաքացնում ենք։ Այս ամենամեծը սենց հավեսով էմատատիկինն է։ Այս ափսեի մեջ հատուկ կդնեմ էմատատիկին հյուրասիրելու համար, իր սենյակ տանելու համար։ Տատիկը խնդրել էր եփած խտացրած կաթ Անդրանիկից, բայց Անդրանիկը սխալման բերել է սովորական կաթ։ Բայց տատին ասեց հոգ չի, ես տենց է սիրով կուտեմ։ Լցնում եմ այստեղ խտացրած կաթը, որ տատիկն իր ուզածի չափով վերցնի։ Ես կուտեմ սովորական մեղրով կամ յոգուրտով, վստահաբար ոչ խտացրած կաթով։ Կպատրաստեմ սուրճ իմ ու էմատատիկի համար։ Հիմա տեսեք ինչ սուրճ եմ ձեզ ցույց տալու։ Այս սուրճից խմում էր, սիրում եւ խմում էր իմ հայրը իր երիտասարդության տարիներին, ավելի հասուն տարիներ, երբ ես նույնիսկ կայի։ Իմ դեռահասության տարիներին, երբ տեսա պապաս սիրում էր, պել է, ես էլ էի խմում, ու վերջ, դրանից հետո արդեն ուսանողության տարիներին, ավելի հասուն տարիքում այնքան չեմ խմել, աչքս չի են տեսել այս սուրճը, որ ինձ թվացել էր, որ այս սուրճից այլևս չեմ վաճառում, չկա վաճառքի։ Այս վերջերս Անդրանիկին ասում եմ, որ անդնենց եմ կարոտել այդ սուրճը, այնքան սենց հաճելի էր դրա բույրը, շատ կուզեի, անդոն ասեց կա, ու հենց հաջորդ օրը մեկ էլ տես Անդրանիկը եկավ տուն, այս սուրճը ձեռքին։ Ես արագ պատրաստեցի, խմեցի ու բույրը ինձ տարավ այդ տարիներ, երբ պատրաստում էի սուրճից խմում էի, հրավիրում էի մեր տուն իմ հոր եղբոր տղաներին, իրենց համար էի պատրաստում, որ միասին խմենք, իբր տենց մեծ մարդ ենք էլի զգում։ Այդ բույրը այնքան հիշողություններ բերեց, որ լացս մի կերպ էի զսպում։ Տատիկինը շաքարավազով կանեմ 1 գթալ։ Պատրաստեմ մեր սուրճերը հենց կաթով, համել տատիկը շատ է սիրում կաթով սուրճ։ Այսենց։
Հələ ասեք ինչ ախորժելի է։ Դե ինչ, տանեմ տատիկի սուրճը, փանքեյքն ու խտացրած կաթը։ Քանի որ դուք այս էլ որ երրորդ անգամ է գրում եք, որ այն ֆենը ոնց է, գոհ եմ թե չէ, եւ նաեւ ուզում եք, որ ձեր աչքի առաջ մի հատ իմ դեզ մազերը ֆեն են չորացնեմ, մի խոսքով դուք տեսնեք թե ոնց է լինում։ Եկեք, քանի որ հիմա ես հենց այդ գործով էլ զբաղված եմ, հիմա ձեզ ցույց տամ։ Առաջին էտապով այս սրանով, այս գլխիկով չորացնում եմ մազերը։ Այս կլորակը մի հատ հիմա քանի որ այն խոնավ է ոչ թեթած, մի հատ մի թեթև սանժում եմ, որովհետև իմ մազերը կպնում են իրար, այդ կպած վիճակում խոնավությունը իրենց մեջ ավելի երկար են պահպանում։ Թաց չէ, պարզապես մի թեթև խոնավ է։ Վերջ, մազերը չոր են, բայց դեզ վիճակում, հիմա կլուծենք դրա հարցը։ Մի հատ սանժում եմ։ Փոխում եմ գլխիկը արդեն։ Սա հան։ Իմիջիայլոց գլխիկները շատ հեշտ է հանվում դրվում։ Այս ատամիկը իջացնում ենք ներքև, տվյալ գլխիկը դնենք ու սա բաց ենք թողնում։ Նույնությամբ հանելուց։ Այս սովորական սաները, որը այս ատամների արանքից է տաքութը փչում։ Բաժանում եմ մազերը ընդամենը երկու մասի, ներքևի և վերևի հատվածների։ Սա այսպես, անցանք երկրորդ մասին։ Սովորական մազերը սանրելու արդյունքում կարող եմ այսպես եւ արդեն եթե ուզենամ պոչիկ կապեմ, հարց սիրուն պոչիկ կլինի, հա, սենց խառը խուռը ինչ-որ տենց բան չի լինի, առօրյայի համար լավ է։ Հիմա տեսեք, քանի որ ես այս պահին չեմ պատրաստվում տենց հատուկ տեղ գնալ եւ հետեւաբար շատ լուրջ պեն չեմ անի, բայց եթե տեղ գնալու լինեի, կդնեի այս գլխիկը այսինքն էլի արանքներից է դուրս գալի։ Այս անգամ արդեն մազերը ավելի բարակ շերտերի կբաժանեի, ենթադրենք այսենց, քիչ-քիչ մազերը ոնց են ֆենում։ Այ տենց։
Հիմա մի հատ ցույց կտամ, բայց ես ընդհանուր առմամբ չեմ պատրաստում այս պահին երկար եւ մեծ ֆենալ, իմաստ չունի։ Ու անելու եմ հետեւյալ կերպ։ Ու սենց բոլորը, բայց էլ եմ ասում, քանի որ տենց առանձնապես տեղի ես չեմ գնում, դրա համար էլ իզուր մազերը չեմ չարչարի, ինչ կանեմ, բայց հիմա հերթը հասավ ճակատի մազափնջին, որը չենք հասկանում ինչա ուզում ինձանից, այն, կարող եմ վենել երկու ձև, կամ այսպես, նախ այս գլխիկով, կամ ստացվում է այսպիսի չոլկա, նայեք հարգես սովորական, ամենօրյա իմ մշտական չոլկան, որը կարող եմ այսպես կապել, հավաքել, չգիտեմ, տանել կամ տանել այսենց մազերի արանքը, այսենց թույլ մնա, կամ էլ հոգման գլխիկը դնում եմ այս լոքոններ անելու գլխիկը։ Այս պարագայում արդեն այսենց դեպի դուրս մազափունջ է դառնում, սա ամենահաճախն եմ ես անում, սենց նայեք ճոթիկները դեպի դուրս է կանգնում, այս մեկը լավ չարեցի ոնց որ միշտ, այս մեկը ավելի հեշտ ստացվեց, նայեք, ահա այսպիսի մազափունջ, սա այս լոքոնների ու ձախ պտտվողով եմ անում ես ու ստացվում է սենց։ Այս թանկագինները, հա լոքոններն էլ շատ լավ, շատ հավես ստացվում են, եթե լաք ենք փչում իր վրա կամ բիգուդիներով էլ պահպանում ենք, մնում է մանր, բայց ես գիշերը անում եմ այդ լոքոնները ու առանց ինչ-որ բան փչելու, տենց է պարկում քնում առավոտյան ինքը խոշոր ալիքներ է լինում։ Ես էլ զուտ ձեր հետ երեկոյան խնամքն եմ կատարում թանկագիններս և կարծում եմ այսօրվա վլոգը այսքանով կարելի է սահմանափակել։ Ձեզ էլ շնորհակալություն եմ հայտնում իմ վլոգը մինչև վերջ դիտելու համար։ Առայժմ